7 օրում հանրապետության 3 հասցեում տասնյակ կրակոցներ են հնչել Երևանի Մուրացան փողոցում կրակոցները 20-ամյա երիտասարդի կյանք են խլել։ Չեմ էլ ուզում հիշեմ, շատ լացելու բան ա եղել։ Մեկ օրում 3 մարդ է ջրահեղձ եղել Հայաստանում, նրանց մարմինները փրկարարները դուրս են բերել Գողթանիկի ջրվեժից, Փամբակ ու Հրազդան գետերից։ ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի հարցով զեկուցողը կասկածի տակ է դնում սրբազան պայքարի մասնակիցներին առաջադրված ահաբեկչության մեղադրանքը։ Նյու Յորքից դիմել են Հայաստանի կառավարություն պարզաբանումներ ստանալու։ Այդ հարցում ուղարկելուց 20 օր անց Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց։ Անհետ կորածների հարազատները պատրաստվում են դիմել Ադրբեջանի օգնությանը, եթե Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթվա ընթացքում զինծառայողների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություն չհայտնի։ Որոշել ենք, որ գնալու ենք Հակառի կամուրջի ուղղության վրա։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Հայլուրը ամփոփում է հուլիսի 20-ի լրահոսը։ Եվ այսպես այսօր բողոքի ակցիա է եղել Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտ։ Մարդիկ փակել են Երևան Մեղրի մայրուղու մի հատվածը, պահանջելով, որ վերամշակող ընկերությունները մթերեն լոլիկի իրենց բերքը։ Բարեկները հեռացրել են ցուցարարների մեքենաները երթևեկելի գոտուց, որը մոտ 10 րոպե փակ էին պահել գյուղացիները։ Նրանց խոսքով մարզի գործարանները առանց պատճառաբանության հրաժարվում են պայմանագիր կնքել իրենց հետ լոլիկ մթերելու համար։ Արդյոք պատճառն այն է, որ գործարաններն արդեն ընդունել են ջերմոցների լոլիկը։ Գյուղացիները նաև կասկածում են, քանի որ Ռուսաստանը դադարեցրել է գյուղատնտեսական ապրանքների ներկրումը, հայկական գործարանները միայն ներքին սպառման համար մեծ քանակի լոլիկ մթերելու կարիք չունեն։ Արդեն սնագիրը եզին են բոլորս։ Իրանք չգիտեն, որ գյուղատնտեսական աշխատանքները, գյուղատնտեսական ամեն ինչը իր սեզոնային բնույթն է կրում։ Կա ցանկ, կա վար, տապ եւ այլ ջրել, կա արդեն բերքի հանձնում։ Իսկ բերքի հանձնումը հաստատ նոյեմբերին չի լինում։ Բերքի հանձնումը սկսվում է հիմիկվանից։ Մարդկանց դաշտերում 50-60 տոննա լոլիկ կա, բայց չեն կարող մթերեն կա։ Հիմա ձերը քանի տոննա կա։ Այս պահին 30 տոննա ես ունեմ։ 60 տոննա մեկ ունի, մեկը 150 տոննա ունի։ Մարդկա հենց հիմա հավաքելա շուկա հետա գալի ավտոն։ Ասում եմ մի բացեք ավտոն բերում եմ ցույց տա։ Շուկայից գալիս է չի վաճառվում։ Այս տարի փակել ենք զուտ, որովհետև հարցի պատասխան չկա։ 20 տոննայի լոլիկ ունեմ պայմանագիր կապած, բայց 500 տոննայի կլոր պամիդոր ունեմ։ Ու 20 տոննայի լոլիկը պիտի 80-ով ընդունել, 3 ժառաճոր կանչել է գործան, ասում է 50 դրամով պիտի ընդունենք։ Սա սահմանը փակած ձեն չեն կարել։ Հիմա 50-ա։ Բայց 40-500 տոննան ում որը փոխան։ Երկորից այդ լրիվ հարցերը սա հասնելու է պատասխան մարդկանց։ Մի բողոքի ակցիա էլ Ստեփանավանի համայնքապետարանում է եղել ուրբաթ Արմանիսի ոսկուհանքի հնարավոր վերաբացումն է դարձել թեժ բանավեճի թեմա։ Սագամար ընկերությունն ուզում է Արմանիսում երկրաբանական ուսումնասիրություններ անել, բայց բնակիչները դեմ են, ասում են չեն ուզում թույն շնչել։ Շրջակա միջավայրի նախարարություն դիմում բողոք են ուղարկել։ Մարդկանց մի մասն էլ կողմ է արտահայտվում հանքի շահագործմանը, հիմնավորելով, որ նոր աշխատատեղեր կբացվեն։ Լարված դյուրություն է Ստեփանավանի համայնքապետարանում։ Արմանիսի ոսկու հանքը վերաբացելու հարցն է կռիվ գցել բնակիչների մեջ։ Սագամար ընկերությունն ուզում է Արմանիսում երկրաբանական ուսումնասիրություններ անել օգտակար հանածոներ արդյունահանելու համար, բայց շատ բնակիչներ դեմ են։ Չենք ուզում մի քանի կոպեկի համար թույն շնչել, ասում են բողոքավորները։ Նրանց ոչ մի կերպ չեն հասկանում հանքերի շահագործմանը կողմ բնակիչները։ Ինչ իրավունքով դուք թույլ չեք տալի աշխատի։ Ով է ձեզ տվե այդ իրավունքը, դուք պետք է մեզ հարցնեք ու ուրասարցիներին։ Հանք շահագործել նշանակում է աշխատատեղեր բացել, ասում է Արմանիսի բնակիչ Նարինեն, հիշեցնում, որ 10 տարի առաջ իրենց գյուղում հանքերը գործում էին, ինքն էլ 150,000 դրամ աշխատավարձ էր ստանում։ Աշխատել ենք, սենց չէ, որ սենց է ապրել ենք, շատ լավ է ապրել։ 150,000 է աշխատավարձ եմ ստացել, 10 տարի առաջ, որ բոլորը մեր քաղաքում ստանում են 20 ու 30։ Ու մենակ Արմանիսը չի աշխատել, աշխատել է Ստեփանավանի իր բոլոր տարածաշրջանով չհաշված, Մեղրի, Վայք, ընդեղից է աշխատող եք ունեցել, այո։ Ստեփանավանցի Նազելի Ավագյանը չի հավատում աշխատատեղեր բացելու խոստումներին։ Ասում է այդպես մարդկանց
Ոմանց համոզում են բնությունը փչացնում։ Չկան աշխատատեղերը, կա ավերված էկոլոգիա, Ստեփանավանը, որ տուրիստական մեծ համբավում էր, հանքի գործարկումից մի քանի տարի անց տուրիստական կտրուկ անկում ա գրանցվել։ Հանքը շահագործելու դեպքում ջուրը կընկնի Ստեփանավանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու համայնքի ռազմավարությունը, պնդում են դժգոհ բնակիչները։ Մենք դեմ ենք հանքի։ Սագամարի ներկայացուցիչները հավատացնում են հանքերի շահագործումը բարձրացնելու է Հայաստանի տնտեսական, գիտական վարկանիշը։ Երբ որ հայտնաբերվի ինչ-որ մետաղական կուտակներ, առաջին հերթին սա գիտության մեջ վերելք է, հոդվածներ կրնեն հրապարակումներ եւ այլն, նաեւ Հայաստանի ռեյտինգն է սա։ Ուրասարի վարչական ղեկավարը խոստանում է անել այնպես, ինչպես ժողովրդի մեծ մասը որոշի, իսկ մեծ մասը իր տպավորությամբ ուզում է, որ հանքերը գործեն։ Հանք շահագործելու մասին խոսելը իմաստ չունի։ Ժամանակին էր պետք, ուղղակի չթողեցին այնտեղ խոսեմ։ Ժամանակին էր պետք չթողնել, որ բացեն։ Բայց եթե բացել են, այդքան շահագործել են, արդեն այդ ամեն ինչը կա, հիմա սխալ կլինի չաշխատելը։ Էկոակտիվիստներն ակնկալում են, որ շրջակա միջավայրի նախարարությունը ռիսկերի մասին իրենց բոլոր դիտարկումները հաշվի կառնի վերջնական որոշում կայացնելուց առաջ։ Արդեն դիմում բողոք են ուղարկել նախարարություն։ Լիլիթ Գասպարյան, Անահիտ Կարապետյան, Հայկ Վարդանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Այսօր ակցիա է եղել նաև կառավարության դիմաց անհետ կորածների հարազատները կտրուկ քայլերի գնալու պատրաստակամություն են հայտնել, պահանջելով Նիկոլ Փաշինյանից մեկ շաբաթվա ընթացքում տեղեկություններ տալ իրենց կորած հարազատների ճակատագրերի վերաբերյալ։ Հակառակ դեպքում հակարիի կամուրջ են խոստացել գնալ, Ադրբեջանից օգնություն խնդրել այդ հարցով։ Սենց ապրել ուղղակի հավատացեք, էլի անհնար է ուղղակի։ Պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները մեկ շաբաթ ժամանակ են տալիս Նիկոլ Փաշինյանին, որ տղաների ճակատագրի մասին վերջապես մի լուր հայտնի։ Հակառակ դեպքում ասում են ստիպված կլինեն դիմել ադրբեջանցիների օգնությանը։ Որոշել ենք, որ գնալու ենք հակառի կամուրջի ուղղության վրա։ Փորձելու ենք Ադրբեջանի այդ կարգավիճակ ունեցող մարդկանց հետ լուբոյ տարբերակով կոնտակտի դուրս գալ, այսօր 21-րդ դարն է, այսօր մեյլ կա, այսօր տարբեր հնարավորություններ կա։ Կառավարության մոտ լուր ակցիա անողները մտադիր են համագործակցել պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների ծնողների հետ, փորձել օգնել միմյանց։ Վստահ են, որ այնտեղ էլ կան ծնողներ, որոնց երեխաների ճակատագրերն անորոշ են։ Մենք չենք եթում իրանց հետ նստենք հաց ուտենք, մենք չենք եթում իրանց առաջ կզենք, գիրք վերցնենք դոշներից դեմ տանք 7-8-ի վրա լայն ժպիտ ունենանք, չէ։ Մենք եթում ենք հստակ գործով։ Այդ երեխեքի ճակատագրի չի կարա մնա սենց անվերջ, անորոշ։ Այս մարդիկ իրենց բախտակից ադրբեջանցիների հետ համագործակցելու մասին սկսել են մտածել, որովհետև ըստ նրանց կորցրել են հույսը, որ Հայաստանի իշխանությունը կամ միջազգային կառույցները մատը մատին կտան։ Ոչ մի պետական կառույցի վրա էլ հույս չունենք, ոչ մի միջազգային կառույցի վրա հույս չունենք, Եվրոպայի վրա չունենք, Ռուսի վրա չունենք, չգիտեմ Ամերիկայի վրա չունենք, մերոնց վրա չունենք ու չունենք։ Մեր հույսը այսօր մնացել ենք մենք։ Ուրիշ ոչ մեկ։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանում էլ են այդ մարդիկ իրանց հույսները կտրել իրանց իշխանությունից։ Անհետ կորածների հարազատների մի մասը համոզված է, որ տղաները ադրբեջանական գերության մեջ են։ Ասում են ունեն դա ապացուցող լուսանկարներ ու տեսանյութեր, սակայն ադրբեջանական կողմը պաշտոնապես չի հաստատում իրենց հարազատների գերեվարության փաստերը։ Հայաստանի իշխանությունն էլ հակված է հավատալ Բաքվին։ Վարչապետը ինքն իր բերնով ասել, Ադրբեջանն ասում է, Ալիևն ասում է, չունեմ, անհետ կորածների մասով եմ ասում։ Ալիևն ասում է, չունեմ, ծնողները ներկայացնում են փաստեր, վիդեո ֆիքսացիաներ, որտեղ երևում է փաստ, որ Ադրբեջանի զինվորը մեր երեխուն տանում է գերության։ Բայց Ալիևն ասում է, չունեմ։ Ու Փաշինյանի համար Ալիևի չունեմը ավելի հիմնավոր փաստ է, քան վիդեոն։ Աստված կա վերև, ով մեզ ես այսքան ժամանակ չեմ, երբեք չեմ անիծե, բայց ով որ մեզ այս դատին արժանացրել է, թող իրանց երեխեքն էլ արժանանան։ Այդա Կարապետյանն ասում է 6 տարի լռել է հույսով, որ կառավարությունը աշխատում է կամավոր պատերազմ մեկնած իր որդու եւ մյուս անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար, սակայն համբերությունն արդեն սպառվել է, դանակը ոսկորին է հասել։ Վախկոտ, վերին աստիճանի վախկոտ կառավարությունն է,
կներեք ինքը իր երեխեքի տեղը չի կարում, ինքը չի կարում ղեկավարի, ուր մնաց, մեր երեխեքին ինքը գտնի բերիկ, ասեք։ Բոլորը ձեռ են քաշե, այն Արաբրատ Միրզոյանին վերջի ձուկ հարց դրագրողները հարց տվեցին, գերիներին ինչ ասեց, այդ ծնգլարի։ Ծնգլ չենք անում կառավարությանը, պահանջում ենք հետևողական աշխատել եւ օր առաջ հստակ տեղեկություն հայտնել անհետ կորածների ճակատագրերի մասին, ասում են ակցիայի մասնակիցները ու ավելացնում. այդ ինչ խաղաղություն է բերել Փաշինյանը, որի պայմաններում մի հարց էլ հնարավոր չէ լուծել։ Աննա Գյուլնազարյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին իսրայելական կառավարության օրինագիծը Քնեսեթում քվեարկության չդնելու որոշումը պայմանավորված է Ադրբեջանի ճնշմամբ, հայտնել է իսրայելական հեղինակավոր Հaaretz թերթը։ Այդ նախագիծը հունիսի վերջին էր միաձայն հաստատել Իսրայելի կառավարությունը եւ սպասվում էր, որ այն օրենք կդառնա խորհրդանի քվեարկությունից հետո։ Ըստ լրատվամիջոցի աղբյուրի օրինագիծը հանվել է Քնեսեթի օրակարգից, երբ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիկմեթ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Հaaretzի տվյալներով դրանից հետո վարչապետի անձնական միջամտությամբ խափանվել է գործընթացը։ Իսրայելի արտգործնախարար Սաարը հերքել է այս վարկածը հայտարարելով կա կառավարության որոշում ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ եւ այն միաձայն է ընդունվել, այն չի փոխվի եւ դա է կարեւոր ու պատմական փաստը։ Շարունակում ենք մեր արդար պայքարը չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդի իրավունքներն ու հայոց պետականությունը Բաքվի բանտից հղասայնային ուղերձում հայտնել է Դավիթ Մանուկյանը։ Նա դիմել է Նիկոլ Փաշինյանին, պահանջելով հրապարակային դիրքորոշում հայտնել 44-օրյա պատերազմի վերաբերյալ որպես այդ օրերի գերագույն գլխավոր հրամանատար։ Մանուկյանը նշել է, որ այդ պատերազմի առնչությամբ իրենց առաջադրվել է ագրեսիվ պատերազմ պլանավորելու, նախապատրաստելու, սկսելու կամ վարելու վերաբերյալ մեղադրանք։ Այս պայի խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին, մեզ առաջադրված կեց մեղադրանքներից մեկի, համաձայն այս երկրի քրեական օրենսգրքի 100.1, 100.2 հոդվածների մասով, ըստ որի 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման եւ վարման ձևակերպումով, չնայած մեր բերած բոլոր աներկելի ապացույցները եւ փաստերը, դրանից բացի այնտեղի է ունեցել միջազգային հանրության բաց տեսադաշտում, բայց եւ այնպես, քանի որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այս ժամանակ վարչապետը եւ միաժամանակ գերագույն հրամանատարը, իսկ պատերազմի պլանավորումը սկսում է հենց այդ օղակից։ Հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Հակառակ չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքների։ Դրանով իսկ մեղսակի դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին։ Հույսով եմ, նախկինում ձեր գլխարկների վրայի անվանումը չի կորել։ Դրանից բացի, ակնկալում եմ իմանալ մեր այստեղ գտնվողների կարգավիճակը ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։ Ցավալի է նաև այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը։ Բայց ինչ արած, իրականությունը սա է։ Ժամանակից ուղղության պատճառով ես այսքանը կխոսեմ առայժմ։ Ձեր հետ կիսվեց Դավիթ Մանուկյանը։ Շարունակենք ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի եւ մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողը կասկածի տակ է դրել սրբազան պայքարի մասնակիցների դեմ առաջադրված ահաբեկչության մեղադրանքը։ ՄԱԿ-ի կենտրոնակայան ուղարկված փաստերի հիման վրա այդ կազմակերպության տարբեր ոլորտների 6 փորձագետներ մայիսին դիմել են Հայաստանի կառավարություն բացատրություն ստանալու համար։ Թեև կառավարությունը պատասխանում պնդել է, թե ահաբեկչության հոդվածը որպես քաղաքական մահակ չի օգտագործվում, փաստաբան Տաթևիկ Սողոյանը ընդգծել է, որ ՄԱԿ-ի հարցումից 20 օր անց Բագրատ Սրբազանը բանտից ազատ է արձակվել, ուղարկվել տնային կալանքի։ Սրբազան պայքարի առաջնորդին եւ նրա 17 աջակիցներին առաջադրված ահաբեկչության եւ իշխանությունը զավթելու կոչ անելու մեղադրանքները կասկածելի են համարում ՄԱԿ-ի փորձագետները։ Այս կարծիքին է փաստաբան Տաթևիկ Սողոյանը, որը ծանոթ է ՄԱԿ-ի փորձագետների եւ Հայաստանի կառավարության գրագրությանը։ Ահաբեկչությունը այն կարգի ծանր հանցագործություն է, որը չի կարելի էժանացնել քաղաքական շահարկումների մակարդակում, քաղաքական դիվիդենդներ շահելու համար չի կարելի այդ հոդվածը բերել եւ դարձնել
քաղաքական հետապնդման հոդված։ Տաթևիկ Սողոյանը 7 ամիս առաջ Սրբազան պայքարի գործը իր բոլոր մանրամասներով ներկայացրել է ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի եւ մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողին։ Ճշտելու նրա կարծիքը այն հարցի վերաբերյալ, թե արդյոք քաղաքական նպատակներով չէ ահաբեկչության հոդված դրվել ընդդիմադիր շարժման մասնակիցների վրա։ Դիմումը գլխավորապես վերաբերում էր ուղղված էր ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի եւ մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցողին Բենսոուլին, ով իր պաշտոնը ստանձներից նաեւ իր կողմից հաստատած ռազմավարությունում արձանագրել էր նաեւ այդ խնդիրը համաշխարհային մակարդակում, որ կարծես թե ահաբեկչության դեմ պայքարի գործիքակազմը շատ անհարկի լայն է կիրառվում։ Նյու Յորք ՄԱԿ-ի կենտրոնակայան ուղարկված փաստերի հիման վրա այդ կազմակերպության տարբեր ոլորտների 6 փորձագետներ մայիսին դիմել են Հայաստանի կառավարություն բացատրություն ստանալու համար։ ՄԱԿ-ի ներկայացուցիչների 8 հարցադրումներին մեր կառավարությունը պատասխանել է 31 էջ պարզաբանումներով, փորձելով ցրել մտահոգությունները, թե իշխանության ընդդիմախոսների քաղաքական պայքարը ջարդելու նպատակով է նրանց դեմ գործ բացվել ահաբեկչության հոդվածով։ Չնայած ՄԱԿ-ի փորձագետների վերջնական եզրակացությունը դեռ չկա, փաստաբանը տպավորություն ունի, որ Նյու Յորքում տեսնում են աղմկահարույց այս գործի քաղաքական ենթատեքստը։ Սա ոչ միայն հարված է կոնկրետ մարդկանց, սա ոչ միայն հարված է կոնկրետ Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգին ամբողջ սիստեմի այսպես բռնապետացման ուղղված քայլ է, այլ նաև սրանով նսեմացվում է ամբողջ հակաահաբեկչական պայքարը։ Փաստաբանը անաչառ գնահատականներ է ակնկալում ՄԱԿ-ից, որը հիմա ըստ նրա խնդիր ունի փրկելու իր հեղինակությունը։ ՄԱԿ-ը հիմա խնդիր ունի վերահաստատելու իր դերը աշխարհում եւ այդ վերահաստատման գործում շատ կարեւոր է իր արձանագրումները, օբյեկտիվ արձանագրումները։ Ըստ Սողոյանի Հայաստանի կառավարության պարզաբանումներն ուսումնասիրելուց հետո ՄԱԿ-ը հնարավոր է նոր հարցումներ ուղարկի Երևան, մինչև վերջնական եզրակացություն հրապարակելը։ Իսկ մինչ այդ միջազգային հեղինակավոր կառույցի ուշադրությունը Բագրատ Սրբազանի ու նրա աջակիցների գործի նկատմամբ իրավիճակ է փոխել Հայաստանում։ Բագրատ Սրբազանին տնային կալանք տալուց 20 օր առաջ էր Հայաստանի կառավարությունը նամակ ստացել Նյու Յորքից։ ՄԱԿ-ի հարցադրումները ՀՀ կառավարությանը հնչել են դեռևս մայիսի 11-ին եւ հունիսի 4-ին արդեն Բագրատ Սրբազանը եղել է տնային կալանքի ներքո։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Վերջին օրերի քրեական քրոնիկորը հանրապետության 3 տարբեր հասցեներում վերջին 7 օրերին մի քանի տասնյակ կրակոցներ են հնչել։ Վերջին դեպքը շաբաթ երեկոյան է եղել։ Երևանի Մուրացան 109 շենքի բնակիչները ցնցվել են արձակված 30 կրակոցներից, որոնց հետևանքով 20-ամյա երիտասարդ է սպանվել։ Նաև նռնակ է նետել հրաձիգը, բայց այն չի պայթել։ Քննչական կոմիտեն հայտնել է 1 ձերբակալվածի մասին, բայց պարզ չէ արդյոք նա հենց հրաձիգն է։ Շենքի բնակիչները եւս 2 տղամարդու են նկատել կրակոցների ժամանակ։ Բնակիչների խոսքով հրաձիգի թիրախը կայանած մեքենաներից մեկն է եղել, ոչ թե 20-ամյա երիտասարդը։ Մայրաքաղաքի Մուրացան 109 հասցեում չեն ուզում հիշել արյունոտ շաբաթը։ Չեմ էլ ուզում հիշեմ, շատ լացելու բան ա եղել։ Հուլիսի 18-ի երեկոյան է շենքը ցնցվել Բաքում արձակված շուրջ 30 կրակոցների ձայնից։ Նենց կմփոսներ հելա, որ ինձ թվաց գազը պայթա։ Ես տարբեր սերիալ էի նայում։ Այդ կրակոցները մի 9 հատ գմ, ես էլ ալնում այլի, որ կրակում են ուրախությունների բանի ժամանակ, չէ՞, երեխա մի հարսանիքը լի կամ երեխա նշանը, տենց բարձր կրակոցներ ալնում շատ։ Ինձ թվաց տենց է, հետո ոնց որ կաստրուկեքի նման բան շուր կար, այդպես ձենել կար էլի, ոնց որ մետաղի ձեն կար։ Վախեցա, ասի կարող եմ գազնա, գնացի վախեցած, դեռ մեկ է տենամ դուրսը այդ ավտոն բանը լուսերը մարգած է անում։ Կրակոցներից սպանվել է հարևան շենքի 20-ամյա բնակիչ Վահե Մկրտչյանը։ Նա ընկերների հետ զրուցելիս է եղել Բաքում, երբ հրաձիգը սկսել է կրակահերթը։ Վահեի 15-ամյա ընկերը վիրավորվել է։ Շամշանի հրապարակած կադրերում երևում է այդ պահը։ Շենքի պատին ամրացված այս տեսախցիկն է ֆիքսել սպանությունը։ Շենքի նկուղային հարկի այս դուռն է հսկում տեսախցիկը։ Այդ տարածքը հիմա սահմանազատված կապարակնքված է, թե ինչ կա ներսում բնակիչներն ասում են չգիտեն։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Այս կինն ասում է ճանաչում է կրակահերթի զոհ դարձած Վահեին։ Ջահել երեխա էր, գնաց կորավ։
անմեղ տեղը։ Դե երեխեքը շատ բարի համբույր ոնց որ երեխեքը լեն։ Ասենք մեկ որ արևածաղիկ բան են ուտում, մեկը մյուսին հյուրասիրելով կամ որ ասենք մոտեն մեն համբյուրելով իրար։ Թե ինչն է ընկերասեր տղաներին այս ողբերգական պատմության մեջ գցել, հարևաններն ասում են չգիտեն, շենքում խոսում են, թե հրաձիգի թիրախը կայանված մեքենաներից մեկն է եղել, նա որևէ մեկին սպանելու նպատակ չի ունեցել։ Մեքենային ա խփել, բայց այդ տղեն է կանգնած ա եղել, միամիտ ա կպել, ինքը դրան չի ուզեցել բան վնաս տա։ Բացի հավաքված տղաների ուղղությամբ կրակ բացելուց հանցագործը նաև նռնակ է նետել, որը չի պայթել, սակրավորներ են աշխատել դեպքի վայրում, վնասազերծել նռնակը։ Մուրացան 109-ի բնակիչների խոսքով զինված տղամարդը միայնակ չի եղել, եւս երկուսը օգնել են նրան։ Որ արել էր, փախել էր, արդեն թողը գնացել էր, ես հետո լսեցի, որ սպիտակ ավտո են նստել, գնացել են 3 հոգի են եղել, ինչ են եղել։ Քննչական կոմիտեն մեկ մարդու ձերբակալության մասին է հայտնել, պարզ չէ հրաձիգին, թե նրա ենթադրյալ հանցակիցներից մեկին են հայտնաբերել իրավապահները։ Էրեբունին ցնցած կրակոցներից 2 օր առաջ Հանրապետության հյուսիսում Ստեփանավանում էր մի տղամարդ հրազենային վնասվածք ստացել։ Դրանից 4 օր առաջ էլ Մայրաքաղաքի Վաղարշյան փողոցում մի տղամարդ կրակել էր շենքի բակում հավաքված տղաներից մեկի ոտքին, հետո անկանոն կրակ բացել։ Հանրապետությունը տագնապի մեջ պահող կրակոցների ֆոնին ոստիկանության գվարդիայի իրականացրած այս օպերացիայի կադրերն է հրապարակել Երևանի քաղաքապետարանը։ Այս պապիկի ու եւս 9 մարդու ձեռքերը ոլորելով ձերբակալում են բերետավորները առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու համար։ Ալբերտ Սերոփյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Մեկ այլ ողբերգական թեմա ջրահեղձության 3 դեպք է եղել մեկ օրում։ Կողթանիկի ջրվեժից Փամբակ ու Հրազդան գետերից ջրասուզակները դուրս են բերել 3 տղամարդու մարմին։ Համարվա շոկի պատճառով մարդիկ հաճախ են նետվում ջուրը, երբեմն չթույլատրված վայրերում, երբեմն ալկոհոլ օգտագործած ժամանակ։ Փրկարար ծառայությունը պարբերաբար զգուշացնում է խուսափել չթույլատրված վայրերում ջուրը նետվելուց, որովհետև այնտեղ կարող են քարե բեկորներ լինել։ 21-ամյա Արան Գողթանիկի ջրվեժում լողալու համար 3 ցատկել է 4 մետրից, ընկել ջուրն ու խեղդվել։ Ջրասուզակը նրա մարմինը գտել է կես ժամ որոնելուց հետո ժայռից մոտ 4 մետր հեռու, 6 մետր խորը ջրում։ Ողբերգական մյուս դեպքը Սևանում է եղել։ Լադա ավտոմեքենան Հարսնակար ռեստորանային համալիրի տարածքից ընկել է Հրազդան գետը։ Ջրասուզակը կես ժամ որոնելուց հետո է գետում գտել ավտոմեքենան, դուրս անել ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը։ Քրեական վարույթ է նախաձեռնվել վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ մահացածի ինքնությունը պարզելու համար։ Մեկ օրում ջրահեղձության 3-րդ դեպքը Լոռիում է եղել։ Մի տղամարդ կիրակի ընկել է Շիրակամուտ գյուղին մոտ գետը։ 43-ամյա քաղաքացու մարմինը ջրասուզակները 1 ժամ որոնելուց հետո են գտել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Աշխարհում ամեն տարի ջրահեղձ է լինում ավելի քան 230,000 մարդ։ Մեծ մասը տղամարդիկ են, քանի որ նրանք հաճախ են ռիսկի դիմում եւ լողում վտանգավոր վայրերում։ Հայաստանում ամեն տարի ջրահեղձ է լինում 30-ից 40 մարդ։ 10 օր առաջ Տավուշում 19-ամյա ժամկետային զինծառայողը Խաչաղբյուր գետներ մտել։ Նա գլուխը հարվածել էր քարերին, մահացել։ Տղայի մարմինը դուրս են հանել գետից։ Հանրապետությունը ցնցած ողբերգություններից է Փամբակ գետնն ընկած քույրերի դեպքը։ 7 եւ 13 տարեկան աղջնակները Մահաբեր խողովակի վրայով անցնելիս են եղել, երբ պատահաբար ընկել են գետը։ Քույրերի մարմինները մի քանի օր որոնելուց հետո են գտել փրկարարները։ Փոքրիկ աղջիկների ողբերգական դեպքից մի քանի օր անց նույն Փամբակ գետից փրկարարները դուրս են բերել եւս մեկ մարմին։ Տղամարդը ջրահեղձ էր եղել։ Մեր երկրում լողալու համար գրեթե բոլոր վտանգավոր վայրերում տեղադրված են այս ցուցանակները։ Շատերը կարծես անտեսում են լողալն արգելող նշանները։ Ջուրը մտնել արգելվում է տիղմոտ, տեսանելիություն չունեցող ջրվեժներում, լճերում, օրինակ Երևանյան լճում։ Չի կարելի լողալ նաև ոգելից խմիչք օգտագործելուց հետո։ Ամառային հանգիստը ճակատագրական ելքով չավարտվելու միակ ճանապարհը այս տարական կանոններին հետևելն ու վտանգավոր, չթույլատրված վայրերում լողալուց խուսափելն է։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այժմ կարճ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։
Միացյալ Նահանգները Եվրոպայից մերձավոր արևելք է տեղափոխում լրացուցիչ ուժեր, փորձելով մեծացնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը։ Հորմուզի ջրերում իրանական 6 ռազմանավ է կալանել Միացյալ Նահանգները։ Երբ նրանք խախտում են իրենց պարտավորությունները, մենք էլ չենք կատարի մեր պարտավորությունները։ Ռուս-ուկրաինական ռազմաճակատում մի քանի տասնյակ զոհերի մասին տեղեկություններ կան։ Մոսկվան պնդում է, Վալպերիզի պահեստին ուկրաինական ուժերը հարվածել են շատ զոհեր պատճառելու համար։ Մենք արդարացիորեն ենք արձագանքում մեր քաղաքների եւ համայնքների դեմ ուղղված ռուսական յուրաքանչյուր հարվածին։ Եվ սպորտային կյանքի գլխավոր ինտրիգներից մեկի հանգուցալուծման ուրախ ու տխուր կողմերը։ Իսպանիայի ֆուտբոլի չեմպիոնի գավաթը նվաճելուց հետո ոմանք գիշերը չեն քնել ուրախությունից, ոմանք ոստիկանների հետ բախումների պատճառով։ Եվ այսպես սկսենք Իրան-ԱՄՆ հակամարտությունից։ Իրանին ու ԱՄՆ-ի միջնորդներն առաջարկում են 10 օրով դադարեցնել կրակը ժամանակավոր հուշագրի վերականգնման տարբերակները քննարկելու համար, այս մասին հայտնում է բրիտանական Reuters-ը։ Այս ֆոնին լուրեր են տարածվում նաև, որ Միացյալ Նահանգները Եվրոպայից մերձավոր արևելք է տեղափոխում նոր զինտեխնիկա, ըստ էության պատրաստվելով մեծացնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը։ Իրանը պատրաստվում է պատասխան հարվածների։ Լայնամասշտաբ պատերազմի է պատրաստվում Միացյալ Նահանգները տարածաշրջանում մեծացնելով իր ռազմական ներկայությունը։ Վաշինգտոն Փոստը տեղեկություն ունի, որ նահանգները Եվրոպայից մերձավոր արևելք է տեղակայում լրացուցիչ ուժեր, մարտական, լիցքավորող ինքնաթիռներ։ Ամերիկյան հեղինակավոր պարբերականին իր աղբյուրները հայտնել են, որ Վաշինգտոնը Իրանի դեմ աննախադեպ ուժ կիրառելու որոշումը կայացրել է Հորդանանում ամերիկացի 2 զինծառայողի զոհվելուց հետո։ Թրամփի հայտարարությունից տպավորություն է, թե մերձավոր արևելքում իր բոլոր հարցերը լուծել է Վաշինգտոնը։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն վերահսկում։ Տեսնենք ինչ կլինի։ Իրանական ջրերը շրջափակած Միացյալ Նահանգները 6 առևտրային նավ է կայանել։ 2 նավթատար նավ փորձել է տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցը, Իրանը հարվածել է դրանց։ Միացյալ Նահանգների գիշերային հարվածների հետևանքով Իրանի հյուսիս-արևմուտքում առնվազն 1 մարդ է զոհվել, նաև վիրավորներ կան։ Քանի դեռ մյուս կողմը կատարում էր իր պարտականությունները, մենք նույնն ենք անում։ Մենք երբեք պարտավորությունները խախտելու առաջամարտիկ չենք եղել, բայց երբ նրանք խախտում են իրենց պարտավորությունները, մենք էլ չենք կատարի մեր պարտավորությունները։ Իրանական հրթիռներ են հասել Հորդանանի Աքաբայի օդակայան։ Ամերիկյան կործանիչներ է ոչնչացրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Քուվեյթում ամերիկյան Քեմփ Ալ-Ադիրի բազայի վրա է հարձակվել Իրանը, շարքից անելով զենքի պահեստները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դիմել է Քուվեյթի բնակիչներին, հայտարարել, որ իրենց պետությունը չպետք է լինի նահանգների ահաբեկչական բանակի համար ապաստան։ Պատերազմի տարածման պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ թշնամանք չունենք տարածաշրջանի երկրների նկատմամբ, բայց ակնկալել ենք, որ նրանք կկատարեն իրենց պարտավորությունները եւ թույլ չեն տա իրենց տարածքից հարձակվել Իրանի վրա։ Քանի դեռ այս հանցագործությունները շարունակվում են, մեր զինված ուժերը կարձագանք են դրանց։ Ռազմական ակտիվ գործողությունների այս փուլում Իրանը լարվածությունը թույլատնելու առաջարկներ է ստացել միջնորդներից։ Թեհրանը հայտարարել է, որ հիմա էլ միջնորդների միջոցով շփումները Միացյալ Նահանգների հետ շարունակվում են։ Գայանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Ռուս-ուկրաինական ռազմաճակատում տասնյակ զոհերի մասին տեղեկություններ կան։ Զապորոժիայի ուղղությամբ ռուսական հարվածների հետևանքով վերջին 1 օրում 50 մարդ է տուժել։ Մոսկվայի մարզում էլ 6 մարդ է վիրավորվել, նրանցից 3-ը օտարերկրացի։ Մանրամասներ են հայտնի դարձել Վալպերիսի Տամբովի մարզի պահեստի վրա հարձակման վերաբերյալ։ Ռուսական կողմը վստահեցնում է, Կիևը փորձել է հնարավորինս շատ զոհեր պատճառել։ Զապորոժիայի մայրը հուսահատ փորձում է փրկարարներին ցույց տալ, թե փլատակների որ հատվածում կարող է մնացած լինել իր 11 տարեկան դուստրը։
Սակայն սպասումն ավարտվում է ծանր լուրով։ Մարիան չի փրկվել։ Նա ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեում զոհված 3 խաղաղ բնակիչներից մեկն է։ Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի տվյալով վերջին 1 օրում մարզում տուժել է մոտ 50 մարդ։ 53 բնակավայրերի ուղղությամբ 1015 հարված է հասցվել։ Կիևը Մոսկվայի մեղադրել է նաև Սևծովում քաղաքացիական նավ թիրախավորելու համար։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Օդեսայի ափերի մոտ ռուսական հարձակման հետևանքով զոհվել է Գվինեա-Բիսաուի դրոշով նավարկող թուրքական բեռնանավի 9 նավաստի, ևս մեկը համարվում է անհետ կորած։ Մոսկվան պնդում է, որ Օդեսայում խոցել է Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքի ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև ռազմական բեռ տեղափոխող նավ։ Զինամթերքով մի կոնտեյներային նավ էլ Չեռնոմորսկում է խոցվել։ Ռուս զինվորականները հարվածել են նաև Դնեպրոպետրովսկի մարզի Վասիլկովկայի զինամթերքի պահեստին, որն օգտագործվում է Պոկրովսկի եւ Օրեխովսկի ուղղություններով ուկրաինական ստորաբաժանումների մատակարարման համար։ Դրուժկովկայում թիրախավորվել են ռազմական վարչակազմի շտաբը, Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ու 2 ձեռնարկություն։ Չերնիգովի մարզի Բերեզնա-Ավանում Գերան անօդաչուներով խոցվել է զինտեխնիկայի պահեստ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ վերահսկողությունը հաստատել Դնեպրոպետրովսկի մարզի Վոլնոյե բնակավայրի նկատմամբ։ Հարյուրավոր ԱԹՍ-ներ են այսօր գրոհել Մոսկվան ու Մոսկվայի մարզը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով վիրավորվել է 6 մարդ, այդ թվում 3 օտարերկրացի։ Հրդեհներ են բռնկվել Պոդոլսկի նավթային ենթակառուցվածքում, Դոմոդեդովոյի Յուժնեյ Վարոտա արդյունաբերական պարկում եւ Վալբերեսի լոգիստիկ համալիրի տարածքում։ Վալբերեսի պահեստի աշխատակիցներից մեկը պատմել է, որ տարհանման պահին ուկրաինական անօդաչուները հարվածել են ելքի հարակից հատվածին, ինչի հետևանքով մարդիկ չեն կարողացել տարհանվել։ Տամբովի մարզի իշխանությունները հայտնել են, որ բժիշկները տուժածների մարմիններից հեռացրել են մետաղական խոցող տարրեր, որոնք ըստ մարզպետ Եվգենի Պերվիշովի օգտագործվել են խաղաղ բնակիչներին առավելագույն վնաս հասցնելու նպատակով։ Զելենսկին հաստատել է Մոսկվայի մարզում հարվածները, հայտարարելով, որ թիրախավորվել են լոգիստիկ օբյեկտներն ու նավթային ենթակառուցվածքները։ Նրա խոսքով Սևծովում հարվածներ են հասցվել նաև ռուսական ստվերային նավատորմի 2 տանկերի եւ 4 բեռնատար նավերի։ Մենք արդարացիորեն ենք արձագանքում մեր քաղաքների եւ համայնքների դեմ ուղղված ռուսական յուրաքանչյուր հարվածին։ Չնայած ուժգնացող փոխադարձ հարվածներին կողմերը շարունակում են խոսել հնարավոր բանակցությունների մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ըստ տեղեկությունների կարող են հանդիպել առաջիկայում։ Արդյոք այդ շփումները կկարողանան նոր ընթացք տալ խաղաղության գործընթացին, դեռևս պարզ չէ։ Կրեմլը կողջունի Լավրովի եւ Ռուբիոյի շփումները, եթե դրանք տեղի ունենան։ Վերջին օրերին սակայն ըստ Պեսկովի Մոսկվա-Վաշինգտոն շփումներ չեն եղել։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Վստահ եմ այսօր Մեծ Բրիտանիան ավելի ուժեղ է եւ արդար, քան 2 տարի առաջ էր, ասել է Քիր Սթարմերը հրաժեշտ տալով բրիտանացիներին իշխանությունը Էնդի Բըրնհեմին հանձնելուց առաջ։ Սթարմերի դիրքերը թուլացան մայիսին կայացած դիմընտրություններում լեյբորիստական կուսակցության գրած պարտությունից հետո։ Նրանք քննադատում էին երկրի տնտեսությունը զարգացնելու հստակ ծրագիր չունենալու համար։ Լեյբորիստական կուսակցությունը եւ կառավարությունը կղեկավարի Էնդի Բըրնհեմը, նա կլինի վերջին տասնամյակում Մեծ Բրիտանիայի 7-րդ վարչապետը։ Բըրնհեմը խոստացել է բարեփոխումները Լոնդոնի ստանել շրջաններ խորացողան հավասարությունը նվազեցնելու համար։ Նա արդեն Չարլզ 3-րդ կառավարություն ձևավորելու մանդատ է ստացել եւ տիկնոջ հետ այսօր ժամանել է Դաունինգ Սթրիթ։ Մարդանման ռոբոտների պայքար ռինգում չինական Շենժեն քաղաքում եւ թեյմատուցող մերսող ռոբոտներ չինական Շանհայում։ Չինաստանը ցույց է տալիս ռոբոտաշինության նոր նվաճումները եւ մասնագիտություններ, որոնք արդեն լիովին կարող են վստահել արհեստական բանականությանը։ Մարտեր առանց կանոնների եւ աննահանջ պայքար նույնիսկ առանց գլխի։ Առաջին անգամ աշխարհում չինական Շենժենում մարդանման ռոբոտներն են ռինգ դուրս եկել։ Թեժ պայքարը White Eagle-ի ու Matador-ի միջև է։ Ուժգին հարվածներով սպիտակ ռոբոտին հաջողվել է թռցնել սև ռոբոտի գլուխը։ Matador-ը շարունակել է կռվել։ Մի քանի րոպե անց է միայն Matador-ն ընկել ու ոտքի կանգնելու անհաջող փորձեր արել։ White Eagle-ը հաղթանակը պարային շարժումներով է տոնել։ Ultimate Robot Knockout Legend մրցաշարը չինական Engine AI ռոբոտաշինության ընկերությունն է կազմակերպել։ Աշխարհի տարբեր երկրներից 32 թիմ է մասնակցել մարտեր առանց կանոնների եւ մարդկանց մրցաշարին։ T800 ռոբոտները մարդու մարմնի չափերով ու քաշով են։ Հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերին եզրափակչում։ Չեմպիոն ռոբոտի ստեղծողը ոսկի գոտի կստանա։
Չինական մեկ այլ քաղաքում՝ Շանհայում ցուցադրվել են ավելի խաղաղասեր ռոբոտներ։ Արհեստական բանականության ցուցահանդեսի ռոբոտները ոչ թե կռվում են, այլ մարդկանց առօրյան են փորձում հեշտացնել ու գեղեցիկ դարձնել։ Նրանք թեյ են մատուցում, մերսում են անում, պարում են ու դաշնամուր են նվագում։ Ռոբոտաշինական ընկերությունները համոզված են, մեր օրերում մարդիկ արդեն կարող են ազատել իրենց ամենադժվարին ու վտանգավոր աշխատանքներից, վստահելով դրանք ռոբոտներին։ Ռոբոտներն արդեն կարող են էլեկտրահաղորդման գծեր ստուգել։ Տարիներ առաջ ռոբոտները կարող էին միայն տեսողական ազդանշաններ փոխանցել, բայց մեխանիկական սարքերի փոփոխություններից հետո նրանք կարող են գործողություններ էլ կատարել։ Շանհայում 4-րդ տևած արհեստական բանականության համաշխարհային համաժողովն այսօր ավարտվում է։ Վաճառված տոմսերի քանակն աննախադեպ է եղել։ Այս տարի այցելուները շատ են, բոլոր 80,000 տոմսերը վաճառվել են, մարդիկ իսկապես հետաքրքրված են նորագույն տեխնոլոգիաներով։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Ֆուտբոլային աշխարհը նոր չեմպիոն ունի։ Իսպանիան նվաճել է աշխարհի գավաթը լարված ու դրամատիկ եզրափակչում 1-0 հաշվով առավելության հասնելով Արգենտինայի նկատմամբ։ Ֆուտբոլասերների լարված կրքերը ոստիկանների հետ բախումների են հասցրել Բուենոս Այրեսում։ Մադրիդում նույնպես բախումներ են եղել երկու հավաքականների երկրպագուների միջև, բայց դրանք առանց լուրջ հետևանքների են ավարտվել։ Կրքերը չեն հանդարտվում Իսպանիայում, ֆուտբոլասերներն ամբողջ գիշեր տուն չեն գնացել։ Իսպանիան ֆուտբոլի աշխարհի նոր չեմպիոնն է։ Ֆանտաստիկ երեկո էր, ընտիր խաղ, բարով վայելեք, իսպանացի եղբայրներ։ Իսպանիան իսկապես լավ խաղաց, ափսոս, որ Մեսին պարտվեց։ Նա իմ կուռքն է, բայց այս անգամ նրա հերթը չէր։ Մեսիի Արգենտինայի 1-0 հաշվով պարտությունը ցավոտ են ընդունել արգենտինացիները։ Խաղից հետո Բուենոս Այրեսում անկարգություններ են սկսվել։ Փողոցներում հավաքված երկրպագուները խաղի արդյունքից դժգոհ սկսել են շշեր նետել իրար վրա։ 7 ոստիկան վնասվածք է ստացել, 15 մարդ ձերբակալվել։ Լարված ու դրամատիկ պայքարի արդյունքում է հաղթել Իսպանիան։ Չնայած խաղի ամբողջ ընթացքում Լուիս դե լա Ֆոնտեի սաներն անդադար գրոհում էին, բայց լրացուցիչ ժամանակի ընթացքում 106-րդ րոպեին է Իսպանիան գրանցել հանդիպման միակ ու որոշիչ գոլը։ Արգենտինային մոտ 2 տասնյակ հնարավոր գոլերից փրկած Էմիլիո Մարտինեսի պաշտպանած դարպասը գրավել է իսպանացի չեմպիոն Բարսելոնայի 26-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը։ Նա փոխարինման էր դուրս եկել 62-րդ րոպեին։ 2010-ից հետո սա սերնդափոխված Իսպանիայի հավաքականի երկրորդ լուրջ նվաճումն է, առաջինը Եվրոպայի չեմպիոն դառնալն էր։ Աշխարհի գավաթը Իսպանիայի հավաքականի ավագ Ռոդրի Էրնանդեսին հանձնել են FIFA-ի նախագահն ու Միացյալ Նահանգների ղեկավարը։ Պարգևատրման արարողության ժամանակ տրիբունաներում ֆուտբոլասերները սկսել են վանկարկել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի անունը։ 39-ամյա ֆուտբոլիստի համար սա հավանաբար աշխարհի վերջին առաջնությունն է եւ վերջին խաղը ազգային հավաքականի կազմում։ Եզրափակիչ սուլիչը լսելուց հետո Մեսին սկսել է արտասվել, չնայած բազմահազարանոց տրիբունաներից նրան քաջալերում էին երկրպագուները։ Ֆուտբոլային ամենամեծ բեմում պարտությունից հետո տեսախցիկների առաջ արցունքները չի կարողացել թաքցնել նույնիսկ ամենազուսպ Լիոնել Սկալոնին, Արգենտինայի գլխավոր մարզիչը։ Նա շնորհակալություն է հայտնել իր թիմին, հետո հուզվել է, երբ լրագրողները հարցրել են իր եւ Մեսիի ապագայի մասին։ Սկալոնին կասկածի տակ է դրել իր եւ Մեսիի ապագան Արգենտինայի հավաքականում։ Հետո ներողություն է խնդրել ու հուզված լքել ասուլիսի սրահը։ Ավելի ուշ Մեսին լրագրողների հետ զրույցում փոքրիկ խոստովանություն է արել։ Տխուր եմ, բայց հասկանում եմ, որ մենք գործի ենք դրել մեր բոլոր ուժերը։ Անկեղծ կլինեմ, նրանք ավելի լավ էին խաղում։ Շնորհակալ եմ իմ թիմին, երկրին, ժողովրդին, ասել է ֆուտբոլի լեգենդը։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Իդեպ Սաուդյան Արաբիան 350 մետր բարձրության վրա գտնվող երկնաքերի տանիքում պատրաստվում է երկնային մարզադաշտ կառուցել։ Բացումը նախատեսվում է մինչև 2032 թվականը, իսկ 2034-ին դրա վրա կարող են անցկացվել աշխարհի առաջնության հանդիպումները։ Սիրելի հեռուստադիտողներ, եթերում Հայլուրն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։